Սիրելի քրիստոնյա ժողովուրդ, նայեք, քրիստոնյան չպետք է ոչ մի բանի իշխանության տակ լինի։ Ինչ նկատի ունեմ։ 6-րդ գլուխ 12-րդ խոսքից ասում է Կորինթացիների առաջի թուղթ, ասում է ամեն բանը օրինավոր է ինձ, բայց ամենը օգուտ չի։ Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես չպիտի մի բան իշխանության տակ լինեմ։ Նկատի ունի կերակուրը, փորի համար, փորը կերակուրի համար, բայց Աստված սրան էլ նրան էլ կխափանե, միայն թե մարմինը պոռնկության համար չի, այլ Տիրոջ համար է եւ Տերը մարմնի համար է։ Քրիստոնյա մարդու մարմինը Տիրոջ համար է, Տիրոջ հոգու բնակարանն է, Տիրոջ հոգու բնակարանը պետք է լինի։ Բայց Աստված, որ մեր Տիրոջն էլ հարություն տվավ, ձեզ էլ կհարուցանե իր զորությամբ։ Չգիտեք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ապա Քրիստոսի անդամը առնի ու պոռնիկի անդամ շինի, քավ լիցի Աստված չանա։ Կամ թե չգիտեք, որ նա որ պոռնիկին յարում է, մեկ մարմին է նրա հետ, որտեղ երկուսն ասում են մեկ մարմին կլինեն։ Եվ նա որ Տիրոջն է յարում, մեկ հոգի է նրա հետ։ Փախեք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդը գործե, իր մարմնից դուրս է, բայց պոռնկություն անողը իր մարմնի մեջ է մեղանչում։ Կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները, մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար է, որ ձեզանում է, Սուրբ Հոգին, որ մեզանում է, մենք Սուրբ Հոգու տաճար ենք, որ նրան Աստվածանից ունինք եւ ձերինը չեք, որովհետեւ մեծ գնով գնվեցաք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումը, որ Աստծուն է։ Փառքես Տեր, այսինքն մեր հոգին, որ Աստծուն է, մեր մարմինը, մեր հոգին, որ գնված է մեծ գնով Քրիստոսին ենք մենք բոլոր ամբողջությամբ պատկանում։ Դրա համար ասում է փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում, ոչ թե միայն հոգում, այլ մարմնում։ Ժողովուրդ ջան, մեզ սրբությունից սրբություն է պետք գնալ։ Սրբություն։ Ոչ մի բանի իշխանության տակ չպետք է քրիստոնյան մնա, քրիստոնյան